Բարևներ ժողովուրդ, այսօր պատրաստելու ենք գեներատոր։ 3.7 վոլտը մոտ 220 եւ ավելի բարձր կստանանք, այնտեղ արդեն կարգավորումները կկատարենք, հենց արդեն բարձր լարումը ստացանք։ Ուրեմն ասեմ ոնց ենք անելու, այս շարժիչը, որի մեջ հավաքված է ռեդուկտոր, սա ռեդուկտորն է իր։ Այստեղ ոտքերը միացրած են տեստերին, որպեսզի լարումը չափենք, ուրեմն այստեղ իր աշխատանքը ասեմ, երբ իրան են լարում տալիս, ինքն է պտտվում, երբ իրան լարում չեն տալիս, բայց պտտում ենք, հակառակ գործողությունն է կատարվում, այսինքն լարում է արտադրում։ Կարող ենք հիմա փորձել, թե ինչ շարժիչը միացնենք 220-ին, այս առաջնային մասը տեսնենք ինչպես է աշխատում։ Ինքը բավական դանդաղ է ֆռում եւ շատ հզոր է, ասեմ ժողովուրդ։ Դե հիմա կարող ենք արդեն հակառակ գործողությունը կատարել։ Ուրեմն այստեղ արդեն կարող ենք փորձել, ժողովուրդ, ոտքերը միացրած են։ Այստեղ կարող ենք այստեղից բռնել եւ պտտել։ Եկեք իր ուրեմն այս ռեդուկտորի վրայի կաբարիչը տնենք, որ շերսյոնքեն չփստա եւ վերև չելնի, փորձեցի, բայց այս ձևի դուրս էր ելնում, դրա համար այս իր կաբարիչը կտնենք եւ կփորձենք։ Դե ինչ որ ամեն ինչ արդեն պատրաստ է, կարող ենք փորձարկել, սա ռեդուկտորն է, այս տեստերի ոտքերն են, այստեղ մի ոտք է հելավ, միացնենք։ Կարող ենք հիմա նոր փորձարկել, 90 վոլտ այդ դանդաղ պտտցնելուց այդքան տալիս է ժողովուրդ։ 361, ուրեմն ժողովուրդ, քանի որ այս ռեդուկտորը շատ ծիկ են ու ինքը իր պտտման հաշվին, այստեղ որ պտտում ենք, այս մինչև շերսյոնքերը իրար փոխանցվում են, այս հենց կենտրոնական շերսյոնքեն բավականին արագ է պտտվում, դրա հաշվին էլ լարումը բարձր է ստացվում։ Մենք այստեղ այս շերսյոնքերը կհանենք, որոնք որ մեզ պետք չեն։ Դե ինչ սրանք հանեցինք, ժողովուրդ, ուրեմն այս իր գլխավոր մասն է արդեն, սրա միջոցով ենք ստանալու բարձր լարումը։ Այստեղ իր մոտ կատուշկա է փաթած, ժողովուրդ, պղնձե, որտեղ սրա պտտման միջոցով արդեն մագնիսական դաշտը ստեղծվում է էլեկտրո եւ լարումը արտադրում է։ Այստեղ մենք միացնելու ենք փոքր շարժիչ, տեսնենք այստեղից որ մեկն է ավելի հարմար եւ հզոր։ Սա շարժիչն է, ժողովուրդ, ուրեմն ինքը բավականին հզոր է, բայելը շատ դժվար կլինի սրան, հզորությունը լավ բարձր է։ Ուրեմն սրա միջոցով պետք է պտտենք սրան, որտեղ արդեն ավտոմատ բարձր լարումը կստանանք։ Ժողովուրդ, այստեղ շարժիչին ոտքերը միացրել ենք, այստեղից գնալու է 3.7 վոլտ, այս մարտկոցն է լինելու։ Ուրեմն ժողովուրդ, այստեղ այսպեսի գործող եմ միացրել, որտեղ գալիս միանում է այս մեջտեղի այս իր շերսյոնքին, այս կարող ենք անել, ու այս երկաթը պետք է մնա իր տեղում, այս կամրացնենք վրան։ Այս ծողի հաջորդ մասը պետք է միանա շարժիչին, ժողովուրդ, այստեղ արդեն այսպես կմիացնենք, դե ինչ, հիմա միացնենք սա ու անցնենք հաջորդ մասին։ Եվ վերջ, սա նույնպես միացված է, այստեղ արդեն այս փոքր շարժիչի պտույտից այնտեղ հոսանք կստանանք։ Անցնենք առաջ։ Ժողովուրդ, այստեղ աղաքին աշխատանք արդեն կատարել եմ, ուրեմն մեր այս ընդհանուր կառուցվածքը պետք է լինի այսպեսի փայտե իրանի վրա,
Այստեղ շարժիչն է արդեն անջադիճը մինուսի ոտքով կգա ակումուլյատորի մինուսին, պլյուսը արդեն միացրել եմ։ Ընդամենը մնացել է այս մեկ ոտքը բերեմ միացնեմ, ես ընդանուր առանցին փորձեցի պրիամոր ժողովուրդ, այստեղ մի հատ պուսկ ենք տալիս, նոր սկսում է պդդվել։ Այդ արդեն մարդկոցը ավելի հզորը որ տնենք, ուժը կպատի, որ ես պդդի էլի։ Հիմա մի հատ ընդանուր այսպես փորձենք, տեսնենք քանի վոլտ լարում է տալիս և անցնենք առաջ։ Դե ինչ ժողովուրդ, արդեն պատրաստել ենք ամբողջովին իր կառուցվածքը և իր սխեման միացումները արդեն ամբողջովին արված է, այստեղ ընդամենը մնում է որ միացնենք, այստեղից է արդեն լարումը տեստերով չափ ենք քանի վոլտ է տալիս։ Դե ինչ ժողովուրդ, արդեն ժամանակն է որ փորձենք, այստեղ տեստերը տալիս է դիմադրություն, քանի որ այստեղ ունենք պղնձե կատուշկա, ուրեմն այստեղ ամեն ինչ միացված է, տեստերի շուպերը, ժողովուրդ, այստեղ ամբողջովին իր ոտքերին է միացված, այստեղ անջատվել է, հիմա միացնեմ, ժողովուրդ, արդեն փորձարկենք, այստեղ ոտքերը միացված են, այստեղ միացնում ենք մի հատ ոսկե տանք որ ֆռա, ժողովուրդ, այս բային 89-90 վոլտ տալիս է, 3.7 վոլտը դարձրեցինք մոդավոր 90 վոլտ, այդ արդեն ակումուլյատորից է կախված, ակումուլյատորը ոչ այդքան հզոր է, կարող ենք այստեղ փոխարինել կոջով նույնպես փոխենք, ինչքան արագ պդդվի, այդքան այնտեղ լարումը ավելի բարձր կստանանք։ Ուրեմն կարող ենք այստեղ նաև փորձել այս կոջով, ինքը ավելի հզոր է, ավելի արագ պդդացնի մոտորը։ Դե ինչ ժողովուրդ, այստեղ արդեն մարդկոցի ոտքերը անջատել եմ, երկուսն էլ դեպի կոջ է գալիս ոտքը, հիմա փորձարկենք, այստեղ տեստերը միացված է, ավելի մեծ հոսանք ունեցող հոսանքի աղբյուրից ենք փորձելու, այստեղ միանգամից միացվեց, տարբերությունը զգացվեց, այստեղ մենք ձեռքով պուսկը տվեցինք, այստեղ լարումը մեր մոտ ստացվեց 147 վոլտ, աշխատող մեթոդ է ժողովուրդ, եթե ուզում եք փորձեք, ուրեմն սրանից կարող եք գտնել միկրովառարանների ափսեն, որ ֆռացնում է, դրանց մեջ է լինում այս շարժիչները, այստեղ կարող ենք այս փոքր շարժիչը փոխել ավելի հզորով, ժողովուրդ, եթե ուզենաք ավելի հզորը սրա, որ մինչև 300 քանի վոլտ ստանանք, հավաքում եք այս տեսանյութի տակ ընդամենը 40 հավանում, ունենք ընդամենը 305 բաժանող, ժողովուրդ, 40 լայկը երևի հեշտ լինի հավաքելը, եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք, ուրեմն տեսանյութեր քիչ եմ տեղադրում, ժողովուրդ, այն պատճառով, որ զինծառայող եմ, այդ իսկ պատճառով չեմ կարողանա շուտ տեսանյութեր տեղադրել, բայց համենայն դեպս ազատ լինելու դեպքում հաստատ կնկարեմ և կտեղադրեմ YouTube-ում։ Դրեք լայքերը, բաժանորդագրվեք, տարածեք, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։